Աստված թող օրհնի իրանց ընտանիքներին, մեր նման ընտանիքներին, ասենք իրանք ձեռքեն մեկնեն, օգնեն։ Հայ ձմեռ պապը բարեսիրական հիմնադրամ է, որն արդեն 8 տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին կազմակերպվող ակցիաներով վավերագրում է աղքատությունը եւ ցուցանում այդ վիճակից դուրս գալու ուղիներ։ Բարոյահոգեբանական օժանդակությունը դա ամենակարևոր գանձն է, որ ունի այս կազմակերպությունը, որովհետեւ գումարը ինչքան էլ լինի գումարը միշտ քիչ է լինում, չի բավականացնում, իսկ այն ուժը ինչ որ տալիս է, այդ օժանդակության, այդ ձևը, ինչ ձևով որ տալիս է, հավատացեք, շատ ավելի արժեքավոր է։ Համախմբելով տարբեր լրատվամիջոցների սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողներին, Հայ ձմեռ պապը մոտեցնում է բարերարին ու շահառուին, հաղթահարելի դարձնելով նրանց միջև եղած անջրպետը։ Եվ որքան ավելի շատ լրատվամիջոցներ են միանում այս գործին, այնքան ավելի մեծ է լինում հասարակական արձագանքը։ Մենք բոլորս կարիք ունենք օժանդակելու օգնելու, որովհետև մենք դրանով մնում ենք մարդ։ Այս դարաշրջանում շատ կարևոր է, որ մենք մեր մարդը չկորցնենք։ Մարդու մեջ մարդը պահպանելու այս առաքելությամբ 2011 թվականին ձևավորվեց Եվրասիա համագործակցություն եւ Հայ ձմեռ պապ հիմնադրամների գործընկերությունը։ Հենվելով նախորդ տարիների աշխատանքի արդյունքների վրա, մեդիայի բազմազանության կիրառմամբ Հայ ձմեռ պապը ձեռնարկեց լրատվական բարեգործական ցանց ստեղծելու գործը։ Ահագին ջահելներ ուղղակի ներս մտան, հարցրեցին ինչա կատարվում, բացատրեցինք ու շատ հետաքրքիր կապեր ենք ձեռք բերել այդպես։ Բոլորը շատ ուրախ էին ու հիացած ու հուսով եմ, որ դա նորից կլինի։ Հայ ձմեռ պապի գործունեության լուսաբանումը Հայաստանի մի շարք հեռուստաալիքներով, օնլայն ու տպագիր պարբերականների հրապարակումները, ներկայությունը սոցիալական ցանցերում հանգեցրին երիտասարդական աննախադեպ ակտիվության։ Լրատվական դաշտում հայտնի եւ արդեն հաստատված օնլայն պարբերականներից բացի Հայ ձմեռ պապի նախաձեռնությանը միացան նոր կայքեր, բլոգներ եւ սոցիալական ցանցերում գործող խմբեր։ Facebook-ի Ես ներվային եմ եւ Real Madrid AM խմբերի նախաձեռնությանն աջակցեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի երիտասարդական բանկը։ Նոր տեխնոլոգիաների հիմնական առավելությունը նա է, որ շատ արագ եւ շատ մոբիլ կարելի է ամեն ինչ կազմակերպել, այսինքն բլոգերի եւ սոցցանցերի օգնությամբ բավականին կարճ ժամանակում բավականին մեծ էֆեկտի կարելի է հասնել։ Փորձը կա հայ սանտանել բավականին մեզ Հայ ձմեռ պապը գրավեց, որովհետև մի քիչ ուսումնասիրեցինք, տեսանք, որ բավականին գործին նվիրված մարդիկ են եւ հաջողված բաներ ստացվում են։ Սիրելու եւ նվիրվելու ունակությունը հատուկ է Հայ ձմեռ պապ հիմնադրամի կամավորներին, որոնք սոցիալական ցանցերի եւ բլոգների միջոցով գտնելով անապահով ընտանիքներին փորձում են քաջալերել թե նյութապես եւ թե հոգու ջերմությամբ։ Ռուսաստանում բնակվող մի քանի հայ երիտասարդների շնորհիվ Կողբի բնակիչ ազատամարտիկ Միշա Եգանյանը կարողացավ լուծել կենցաղային շատ խնդիրներ։ Բլոգներն ու ցանցային ֆորումի մասնակիցները ձմեռվա վարելափայտով ապահովեցին Մարգարա գյուղում բնակվող ազատամարտիկ Լևոն Գաբրիելյանի ընտանիքին եւ հեռուստացույց նվիրեցին շուշեցի Իգոր Սարգսյանին, ում որդին զինվորական իր պարտքը կատարելիս զոհվել է հակառակորդի գնդակից։ Այս տարի եւս Հայաստանի եւ Ղարաբաղի մեր փոքրիկներն ուրախացան Սիմոնյան, Տեր Սահակյան ընտանիքների եւ Լոս Անջելեսի մեր հայրենի զավակներ կազմակերպության ուղարկած նվերներով։ Երեխեքի ուրախությունը, որ անսպասելի ուրախություն էր, մեծ ուրախություն էր իրանց համար ու շատ ուրախացան։